Քաղաքը Իսպանիան գտնվում է Արմավիր քրեակատարողականում, իրենք պատկերացնենք պայմանները 12 մետրոն սպուցա, որտեղ 4 հոգի են, 4 հոգին հետքություն գտնվում են օրը 23 ժամ, դե մի ժամ էլ զբոսանքին են, այդ մի ժամեր են կարողանում ինչ-որ սպացից դուրս տալ, բայց մնացած ժամանակ անընդհատ այդտեղ են։ Իր վիճակի մասին ասենք դա իր մարդկային տեսականությունը մենք երբեք ուրիշ բանից չի իջնում, արդեն տարիքով փորձված մարդ է։ Առողջականի մասում մենք իհարկե բոլորս միջին պահակված ենք, որտեղ դրանք ունի առողջականներ, որոնց համար ստեղանակ է ազատվում է, դրաններ էր անցնում, բանտը ոչ մեկի համար էլ չի սանալու, ինչպես ասած, հետևում ենք, ուսանք, որ մեզ խնդիրներ ոչի ստեղծի։ Իր հետ կապը, գիտեք, երևի չունենք ոսպայդությամբ, բոլոր մեր տեսակցությունների պայքարում։ Եվ մեր տեսակցությունները և պատգամավորների ընդհանրապես իր հետ միայն պաշտպանները կարող են հանդիպել։ Հեռախոսով մենք խոսում ենք օրը տենց մի քանի րոպե, մենք ունեն այսպես կոչված տաքսոֆոններ, որոնց բոլոր կալանավորները, որ դուրս են գալիս զբոսանքի, փորձում են նաև իրենց ընտանիքներին զանգել, ընթացիկ ինչ-որ որ պատկերացնեք, ընդդեմ դաժե նույնիսկ այդքան ժամանակը չի, բայց ասենք 4 հատ այդպիսի հեռախոս կա, 30 հոգի մարդ էր։ Այսինքն որովհետև կանա սպասում են, դու կարես նրանք ընթացիկ ինչ-որ նորություններից հարցնես, ընթացիկ ինչ-որ չգիտեմ կենցաղային հարցերը քննարկես, հարցնես առողջությունից եւ այլն, եւ դա է մեր խոսակցությունը, քննարկում ենք հանձնությունները, քննարկում ենք իրենք ինչպես ազգում, այստեղ մեր մոտ երեխաներից ասենք հարցումը դառնալու է։ Իսկ երեխաները ինչպես են դանում այդ ամենը, ձեզ ինչ են ասում, ինչ են կիսվում ձեզ հետ։ Չեն հասկանում այս դաժանության իմաստը, ինչի ապետ ասենք տեսակցությունը։ Բայց հարցնում են որտեղ է մեր հայրիկը, ինչ պայմաններում է, ուր է գնացել։ Երեքը չափահաս են, մեկը անչափահաս, այդ անչափահասը մի քիչ բարդ է բացատրել, այս ամբողջը ուղղակի ձևերով բացատրում է իշխանը չի Իսպանիին, բայց մեծերի մոտ ավելի շատ հարցեր կան, ասում են, բայց ինչի համար, ինչ համար է դա, ասում են, ինչի պետք է կալանքում լինի դրա համար, ինչի պետք է տեսակցություն չլինի, հետո մենք վիճարկել էինք այս կալանքի որոշումը, հույս ունենք, որ գոնե տեսակցություններ կբացեն, դա մերժվել էր ամբողջից, ասենք ոչ մեկ փոփոխություն չկար։ Դրանից են իսկում իրենք այդ ներվում, որ ասենք այդ ընդհանուր դաժանությունը է, որ ոմանք ամեն ինչն է ասում, շրջանավես հասարակությունը ամառ ավայելում, ասենք չգիտեմ, երեկոները գնում են սրճար է անփավել, բայց ասենք դրան զուգահեռ կա այդ բանտարկյանների իրողությունը ու այդ ամբողջական իրենց նկատմամբ բռնաճնշումը, որը ոչ մի բանով արտահայտված չի։ Ինչ ակնկալիքներ ունեք դուք եւ ումից եք ակնկալում, որ փոփոխություններ կլինեն։ Մենք քանի որ արդեն վերջացել են ակնկալությունը, սկսում է դատաքննության փուլը։ Պետք է լինի դատական նիստ, որի ժամանակ պետք է քննարկեն նաև փոխանցումը եւ մենք շատ հույս ունենք, որ գոնե կալանքի 2 ամսվա մեր հույսը դա է, որ իրավունքը գոնե մի քիչ աշխատի, ունենանք ինչ-որ օրենքի նրա հիմնված որոշում։